Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Ուկրաինան թալանելու արևմուտքի իմպերիալիստական մտադրությունների մասին։ Արևմուտքը խոսում է Ուկրաինայի պաշտպանության մասին, բայց իրականում դա իմպերիալիստական պայքար է հողի, ռեսուրսների և փողի համար։ Դժբախտ ուկրաինացի ժողովուրդը ենթարկվում է թալանի, իսկ պատերազմ հրահրողները շահագործում են պաշտպանության անվան տակ, հավաստիացրել է Հունգարիայի կառավարության ղեկավարը։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է. Մոսկվայի համար ակնհայտ է, Գերմանիան անուղղակիորեն ներգրավված է Ռուսաստանի և Ուկրաինայի հակամարտության մեջ։ Այս կերպ նա մեկնաբանել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի խոսքերն այն մասին, որ երկիրը պատերազմական վիճակում չէ, բայց խաղաղության մեջ էլ չի գտնվում։ Մերցը վկայակոչել է ԱԹՍ-ները, բայց ուղղակիորեն չի մեղադրել Ռուսաստանին։ Մեզ համար ակնհայտ է, Գերմանիան անուղղակիորեն վաղուց է իրեն ներքաշել այս հակամարտության մեջ, նշել է Պեսկովը։ Նա հստակեցրել է Մոսկվան իր համար ոչ մի նոր բան չի բացահայտել Մերցի խոսքերում։ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն լիակատար անհեթեթություն է անվանել Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հայտարարությունը, ով նրան ծերունի է անվանել։ Ինչպես վերջերս ասել է իմ գործընկերը, որին ինձ որդի էի համարում, Վոլոդիմիր Զելենսկին, ծերերը, այսինքն ես ու Պուտինը անկյուններում շշնջում ենք, ի վնաս ուրիշների։ Անհեթեթություն է, հայտարարել է Բելարուսի նախագահը։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը խաչակրաց արշավանք է սկսել Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենի դեմ և ցանկանում է, որ Բեռլինը կրկին կայացնի Եվրոպայի ամենակարևոր որոշումները։ Այս մասին հայտնում է Բլումբերգը։ Գործակալությունը նշել է, այդ քայլը Մերցին տանում է ֆոն դեր Լեյենի հետ բախման, ով վերջին տարիներին ամրապնդել է իր դիրքերը, մայրցամաքում մշտական ճգնաժամերին ավելի բրյուսելամետ մոտեցում ցուցաբերելով։ Պարբերականը նախազգուշացրել է, այդ խաչակրաց արշավանքը հետևանքներ է ունենում եվրոպական միավորման համար։ Քանզի միջ ԵՀ ղեկավարը ԵՄ-ին դանդաղորեն մոտեցնում է դաշնային ապագային, Մերցը ցանկանում է դադարեցնել այդ գործընթացը, վերանայել առանցքային քաղաքական կուրսերը և վերականգնել ազգային կառավարությունների վերահսկողությունը բրյուսելյան բյուրոկրատիայի նկատմամբ։ Ռուսաստանը բացասաբար է վերաբերվում միավորման արևելյան թևում դրոնների պատ ստեղծելու Եվրամիության գաղափարին, հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը։ Պատեր ստեղծելը միշտ էլ վատ է, ինչպես ցույց է տալիս պատմությունը։ Շատ ցավալի է, որ Ուկրաինայի ռազմատենչ առճակատման քաղաքականությունը այժմ կարող է նյութականացվել նոր բաժանարար պատերի ստեղծման գործում։ Նրանք շարունակում են նման ռազմատենչ տրամադրվածությունը փոխանակ մտածելու, ինչպես երկխոսության մեջ մտնել, որպեսզի համատեղ անվտանգության երաշխիքներ փնտրեն երկխոսության ընթացքում և շրջանակներում, ասել է ներկայացուցիչը։ Պեսկովը հավելել է, ռուսական կողմն այս թեմայով տարբեր արձագանքներ է լսում Եվրոպայի երկրներից և շարունակում է հետևել դրան։